Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, շնորհակալություն Ռուբեն։ Թուրքիայում տեղի են ունենում ներքին քաղաքական փոփոխություններ եւ մասնավորապես ռեժիմը կարծես թե ավելի կարծրանում է, եթե համաձայն եք այդ դիտարկման հետ, ինչի հետ է դա կապված։ Իհարկե համաձայն եմ դիտարկման հետ, դա իմ կարծիքով նաև պետք է կարևորենք Էրդողանի անձնական ամբիցիաները եւ այն մշակված քաղաքականությունը, որ արդեն 10 տարուց ավել է իրականացնում է Էրդողանը եւ այդ քաղաքականության կիզակետում անձի պաշտամունքն է եւ կոնկրետ իր անձի շուրջ պետական մեքենայի, եթե կարելի ասել, կոնսոլիդացիան եւ այդ ուրեմն տեսլականում Էրդողանը իրեն պատկերացնում է ոչ թե աշխարհիկ երկրի նախագահի պաշտոնում, այլ ավելի շատ սուլթանական որոշակի ատրիբուտներով օժտված եւ անվերապահ իշխանություն ունեցող առաջնորդ եւ երբ որ նայում ենք նրա քաղաքականությունը անգամ ատրիբուտների մակարդակով, ապա տեսնում ենք, որ մշակված տանում էր դեպի այն, ինչ որ մենք այսօր ականատես ենք լինում, սկսած նրա արարողակարգից, երբ նախագահի արարողակարգը վերածվեց Օսմանյան սուլթանների արարողակարգին, սկսած նրա աթոռից, որը պատրաստվեց Սուլթան Աբդուլհամիդ II-ի գահի նմանությամբ եւ վերջացած այն բոլոր օրենսդրական նախաձեռնություններով, որ նա իրականացրեց։ Իդեպ ես ուզում եմ նաեւ այսօրվա թարմ մի տեղեկատվություն կիսել ձեզ հետ։ Բառացիորեն 1-2 ժամ առաջ Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարեց, որ հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որով պետք է հանվի արգելքը, որ երկրի նախագահը կարող է զբաղեցնել որևէ կուսակցության առաջնորդի պաշտոն։ Եվ ուզում եմ նկատենք, որ դեռևս 1950 թվականից նման մի օրենք կար, երբ իշխող կուսակցության լիդերը, եթե դառնում է նախագահ, հրաժարվում է կուսակցությունից, Էրդողանը նույնպես ստիպված է եղել դա անել։ Եվ հիմա Դավութ Օղլուի հրաժարականից հետո, երբ որ քննարկում է թե ով է լինելու իշխող կուսակցության լիդերը, առաջ է գալիս այս նոր երևույթը, այսինքն կլինի ժամանակավոր մի կամ փոխարինող մինչև հունիսին ուրեմն այդ օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի խորհրդարանին եւ Էրդողանը կարող է դառնալ նաեւ պարտիական լիդեր, վերադառնալ իր պաշտոնին ու եւս մի նորություն բերել Թուրքիայի պատմության ընթացքում, ուրեմն երբ նախագահը նաեւ իշխող կուսակցության լիդերն է։ Նման նախադեպ եղել է միայն Քեմալ Աթաթուրքի ժամանակ, որը եւ կուսակցության ցմահ նախագահն էր եւ երկրի ցմահ նախագահն էր։ Հիմա Էրդողանը գնում է դեպի այդ քայլը։ Այսինքն խորհրդարանը հեշտությամբ կընդունի, այնտեղ խորհրդարանում Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ունի այնպիսի մեծամասնություն, որը կկարողանա դա անցկացնել։ Միանշանակ ունի եւ բացի այդ արդեն մոտարպես այդ գաղափարին սկսել են կողմ արտահայտվել ընդդիմադիր ուժերից ազգայնական շարժում կուսակցության որոշ ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ կողմ են նախագահական ուժեղ համակարգին եւ փաստորեն Էրդողանը կարողանալու է իր ձեռքում հավաքել երկրի ամբողջ իշխանությունը, դառնալով սահմանադրությամբ ուրեմն մեծ լիազորություններով օժտված նախագահ, առաջինը պատմության ընթացքում դառնալով իշխող կուսակցության նախագահ, լինելով երկրի նախագահ եւ լինելով ըստ էության դիկտատոր։ Եվ նաեւ այս առումով բռնապետական այդ մոլուցքի հետ կապված ես կրկին մի հետարքիր այսօր ուրեմն մի հոդված է տպագրվել աշխարհում շատ հայտնի մի թուրքագետ կա հոլանդացի Էրիկ Ցյուրխերը, որը Թուրքիայի պետության կողմից պարգևատրվել էր բարձրագույն պարգևներից մեկով, որպես Թուրքիայի պատմությունը հանրայնացնող, աշխարհին ճանաչելի դարձնող եւ նաեւ Թուրքիայի Եվրամիության անդամակցությանը կողմնակից պատմաբան։ Եվ ուրեմն Եվրոպայի ամենահայտնի պատմաբաններից է։ Այսօր նա հանդես է եկել հոդվածով, որի վերնագիրն է «Բավական է» եւ հայտարարել է, որ վերադարձնում է Թուրքիային իրեն տրված բարձրագույն պարգևը այն բացատրությամբ, որ Թուրքիան հետևողականորեն գնում է դեպի բռնապետություն եւ հետարքիր վերլուծություն էր արված ուրեմն 2002 թվականից մինչեւ հիմա իշխող կուսակցության եւ Էրդողանի քայլերը եւ անվանի պրոֆեսորը դա ուղղակի անվանում է բռնապետություն հստակ, իսկ Էրդողանին կոչում է ավազակ իր ավազակախմբով իշխող կուսակցությունը եւ նաեւ այն մարդը, որը հանդես էր գալիս Թուրքիայի Եվրամիության անդամակցության օգտին, այսօր հայտարարում է Թուրքիան չի կարող տեղ գտնել եվրոպական ընտանիքում, քանի որ այդ երկրում բացահայտ
բռնապետական ու անձի շուրջ ձևավորվող ուրեմն բռնապետական ռեժիմ է հաստատվել։ Դե նույնիսկ Հիտլերին միևնույն չէր, թե ինչպես էր նրան աշխարհը վերաբերվում։ Մանավանդ այսօր 21-րդ դարում կարծում եմ Էրդողանը ինչքան էլ հավակնություններ ունենա, նրան էլ միևնույն չէ, հա։ Այդպես կարող է վարվել մի երկրի ղեկավար, որը ՆԱՏՕ-ի անդամ է եւ որը շարունակում է գոնե ձևականորեն հավակնել Եվրամիության անդամ լինել։ Գիտեք, տրամաբանությունը հուշում է, որ ոչ, բայց քայլերը Էրդողանի գործնական լիովին հակառակն են ասում։ 2 օր առաջ նա Եվրամիությանը հայտարարեց՝ դուք ձեր ճանապարհով, մենք մեր ճանապարհով։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունը շարունակ զբաղվում է շանտաժային տարբեր քայլերով։ Նույն եւ պատմության ընթացքում եւ հիմա, երբ ՆԱՏՕ-ի գործընկերը հրաժարվում է իր օդանավակայանը տրամադրել ՆԱՏՕ-ի զորքերին, երբ ՆԱՏՕ-ի գործընկերը 3 օր առաջ ուրեմն գրեթե հարձակվում է ՆԱՏՕ-ական իր դաշնակից Հունաստանի ռազմանավերի վրա եւ նմանատիպ անհավասարակշիռ բազմաթիվ քայլեր, որոնք խոսում են կոնկրետ, որոնք խոսում են Էրդողանի կոնկրետ կերպար, ոչ թե թուրքական պետական մեքենան է դուրս եկել տրամաբանությունից եւ գործում է այդ կերպ, այլ Էրդողանը, որը դարձել է փաստորեն այդ մեքենային պարտադրող անձ, լիովին Թուրքիան տանում է դեպի ուրեմն ոչ տրամաբանական քայլերի հետագծով եւ այն ինչ մեզ համար թվում է տրամաբանական, այն ձեր հարցադրումը, որ իրոք չի կարող ռացիոնալ մտածողությամբ դիտարկելու դեպքում մենք մտածենք, որ Թուրքիան կարող անել նման քայլեր եւ արդյոք նրան միևնույն է թե ոչ, ես հակվում եմ հակառակ կարծիքին, այո, Թուրքիային միևնույն է թե իր մասին ինչ կխոսեն եւ Էրդողանին անգամ միևնույն է իր երկրի բարձրագույն դատական մարմինը, երբ նա բացահայտ հայտարարում է ինձ համար Սահմանադրական դատարանի որոշումը առ ոչինչ է, ես չեմ ընդունում։ Ես չեմ ընդունում ԵԽԽՎ-ի բանաձևը, ես չեմ ընդունում Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումը, ես ոչինչ չեմ ընդունում։ Այդ նման բաներ միայն կարող են ասել բացահայտ բռնապետը։ Ես որքան գիտեմ, դուք ինձ կուղղեք, եթե ես սխալ եմ, Թուրքիայի ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ պետական համակարգը որոշվում էր ոչ միայն նախագահի կամ վարչապետի կողմից, այլև զինվորականների գլխավոր շտաբի կողմից, հա, որոնք որքան էլ պարադոքսալ լինի, ավելի դեմոկրատական, ավելի աշխարհիկ ուրեմն Թուրքիայի ուղով էին տանում։ Հիմա զինվորականների դերը քչացել է։ Միանշանակ զինվորականների դերը կարող ենք ասել քաղաքական գործընթացներում հասել է մինիմումի։ Դուք ճիշտ եք նկատում, զինվորականները հանդես են գալիս քեմալական աշխարհիկության պաշտպանության դիրքերից եւ 4 անգամ իրականացրել են ռազմական հեղաշրջում Թուրքիայում եւ այդ կոչերով, որ պետք է վերադառնալ աշխարհիկությանը եւ պետք է վերադառնալ Աթաթուրքի սկզբունքներին։ Բայց Էրդողանը գալով իշխանության 2002 թվականին ուրեմն նաև հետևականորեն պայքարեց զինվորականության դեմ։ Նաև այսօր բացահայտվել է, որ Էրդողանի դեմ նախատեսվում են 2-3 հեղաշրջում, որը չի իրականացել։ Եվ քիչ առաջ իր մեջ բերած պրոֆեսոր ուրեմն Ցյուրխերը այսօրվա իր հոդվածում դա էլ է անդրադառնում, որ Էրդողանը օգտագործելով Եվրամիության անդամակցության որոշ պահանջներ, մասնավորապես բանակի հեռացում քաղաքական գործընթացներից, կարողացավ բանակին հեռացնել եվրոպական օրենքների օգնությամբ, ուրեմն զրոացնել բանակի դերակատարումը, բայց ոչ թե երկիրը տանել դեպի Եվրոպա, այլ երկիրը տանել դեպի բռնապետություն։ Եվ այսօր բանակը իհարկե չունի այդ լիազորությունները, չունի այդ իշխանությունը եւ բանակում նաեւ կոտրվել են տարբեր, այսպես ասենք, խորհրդանշական տարբեր երևույթներ, մասնավորապես բանակի համար անընդունելի էր իսլամական գլխաշորով կնոջ ներկայությունը այնտեղ, որտեղ զինվորականներն են։ Այսօր Էրդողանի գլխաշորով կնոջ կողքին կանգնած են գեներալները եւ պատիվ են տալիս նաեւ նրան։ Սա շատ խորհրդանշական եւ վիզուալ պատկերն է բանակի թուլացման։ Էրգենեկոնը, հա, դրա դեմ գործողությունները այս շրջանակներում են տեղավորվում։ Էրգենեկոնը հենց բանակի, այսպես ասած, խորքային պետության ուրեմն քայլերից էր, բայց որը ուներ ոչ թե մեկ նպատակ, ոչ միայն իշխանափոխություն հեղաշրջում, այլև բազմաթիվ այլ քայլեր, բայց Էրգենեկոնի գործունեությունը լիովին համապատասխանում է նախորդ ռազմական հեղաշրջումների տրամաբանության, այսինքն հայտնի լրագրողների սպանություն, պայթյուններ, ճգնաժամ եւ այլն եւ հեղաշրջում։ Ամեն ինչ տանում էր դեպի դրան,
բայց Էրդողանը կարողացավ նաև հակաաբեկչական պայքարի, այսպես դրոշի ներքո, որ պայքարում է Էրգենկոնի դեմ, իրականում լիկվիդացնել իր կարևոր թշնամիներից մեկին, բանակին, եւ կար մի հայտնի կարգախոս Թուրքիայում, որ բանակ վերադարձի զորանոց, եւ Էրդողանը ավարտելով իր այս արշավը հայտարարեց, որ ես կարողացա բանակին վերադարձնել զորանոց, եւ բանակը ուղղակի պետք է զբաղվի ռազմական խնդիրներով։ Թուրքիան կախված է այնուամենայնիվ ՆԱՏՕ-ից եւ Միացյալ Նահանգներից, այսինքն Միացյալ Նահանգները լծակներ ունեն Էրդողանի վրա նրան այս կամ այն ձևով ուղղորդել։ Գիտեք, ընդհանրապես այո, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ունեն որոշակի լծակներ եւ իրավական եւ դե ֆակտո տարբեր լծակներ, բայց ես կարծում եմ, որ հիմա եւ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն բախվել են մի նոր իրավիճակի հետ, երբ այդ լծակները էֆեկտիվ չեն, երբ այդ լծակները երբեմն չեն գործում եւ այդ լծակները ուղղակի բախվում են անգամ հենց եվրոպացի վերլուծաբանների կողմից որպես հոգեկան շեղումներ ունեցող լիդերի հավակնությունների հետ, այսինքն Էրդողանը կարող է եւ այդ լծակները նաեւ անտեսել եւ այդ լծակները թույլատրել։ Երբ օրինակ Էրդողանը վերջերս մի հայտարարություն արել, որ ի վերջո ՆԱՏՕ-ական բազաները կամ ամերիկյան բազաները գտնվում են մեր երկրում եւ եթե անհրաժեշտ լինի մենք վերցնենք դրանք եւ կիրառենք մեր նպատակների համար, այսինքն սա բացահայտ անտրամաբանական հայտարարություն է, որ անհրաժեշտության դեպքում մենք բազաները կգրավենք ըստ էության։ Եվ այս ամենի կոնտեքստում տեսնում ենք, որ իհոք այդ ԱՄՆ-ի դերակատարումը նույնպես թույլատրել է, բայց չենք կարող համարել առ ոչինչ։ Կարծում եմ որոշակի ուրեմն դերակատարում այնուամենայնիվ ունենում, որտեղ ԱՄՆ-ի ներկայությունը Թուրքիայի քաղաքական, ռազմական, տնտեսական դաշտում իրոք բավական մեծ է եւ ունի լուրջ հենքեր ու արմատներ, այնպես որ չենք կարող անտեսել, բայց միևնույն ժամանակ չենք կարող ասել, որ ԱՄՆ-ի ազդեցությունն այնքան է, ինչքան 80 թվականին, օրինակ, երբ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, եւ ԱՄՆ պաշտոնյաներից մեկ, կարծեմ պետքարտուղարը հարցրին ով է արել հեղաշրջում, ասաց ով էլ ուզում է արած լինի մեկ է մեր մարդիկ, ով ուզում է լինի մեկ է մերոնք են, հիմա այդ ընկալումը կարծում եմ արդեն փոքր հնացած է։ Խոսակցություններ կային, որ Զամանթերթը փակվելու է, հա, բայց կարծես թե հերկվեց, համենայն դեպս պետական ինչ-որ վերահսկողության տակ է, հա, այդ թերթը, այդ մասնավոր թերթը, եւ ընդհանրապես լրագրողների նկատմամբ ճնշումները ի հեճուկս նրա, որ Էրգենեկոնի ժամանակ կարծես թե պաշտպանում էր, հա, լրագրողներին, հիմա սաստկացել են։ Միանշանակ դա նույնպես թուրքական, այսպես ասած, բռնապետության կարևոր ցուցիչներից է, դուք տեսաք ձեր գոլեգաներին 2 օր առաջ հայտնի լրագրողներ Ջան Դյունդարին ուղղակի փողոցում հարձակվեցին եւ ըստ էության նա մահից փրկվեց, բայց փրկվեց եւ ազատազրկման դատապարտվեց 5 տարի ժամանակով եւ գիտեք ինչ հոդվածով թե պետական գաղտնիք է հրապարակել, որ Թուրքիան օգնել է իսլամական պետությանը։ Իսկ Ջան Դյունդարը Թուրքիայում բավական հեղինակար լրագրող է եւ այսպես ասած հին շկոլայի ներկայացուցիչ է։ Նաեւ մի տվյալ հրապարակվեց, որ Թուրքիայի պատմության ընթացքում 2600 լրագրողներ են սպանվել իրենց մասնագիտական գործունեության ժամանակ եւ մեծ մասամբ հենց իշխանությունների կողմից դառնալով թիրախ։ Այսօր այդ տենդենսը շարունակվում է։ Զամանթերթը ճիշտ է մասնավոր էր, բայց Զամանթերթը Թուրքիայի թիվ 1 թերթն էր եւ իր տպաքանակով եւ իր ազդեցությամբ ամեն օր մոտավորապես 600,000 օրինակ էր սպառվում այդ թերթից եւ թերթը փակվեց զուտ քաղաքական հայացքների համար, այսինքն մամուլը նույնպես Էրդողանի թիրախն էր եւ նա կարողացավ մամուլի ոչ վերահսկվող հատվածը իրոք ոչնչացնել, իսկ այն հատվածը, որը գրեթե ընդդիմադիր է, այսօր նույնպես գտնվում է Էրդողանի ուրեմն այսպես ասած հսկողության տակ, ինչու, որտեղ այնտեղ մամուլը, պարոն Աբրամյան, նախ բիզնես է, երկրորդ ասենք հոլդինգ է, որը տիրապետում է մամուլի միջոցների եւ այդ նույն հոլդինգի կազմում կան աջ թերթեր, ձախ, ընդդիմադիր, կենտրոնամետ եւ այլն, բայց բոլորը պատկանում են մի ընտանիքի։ Հիմա Էրդողանը վերահսկողություն է այդ ընտանիքների վրա եւ կապ չունի այդ թերթը ինչքան է ընդդիմադիր, ամեն դեպքում գտնվում է վերահսկողության տակ։ Իսկ նրանք, ովքեր դուրս էին վերահսկողությունից, ուղղակի փակվեցին, Զամանթերթը, մյուս լրագրողները ուրեմն դատապարտվեցին եւ այսօր ազատության մեջ ուղղակի կարող ենք ֆիքսել, որ շատ քիչ այլախոհ լրագրողներ են մնացել, որոնք իրոք դուրս են վերահսկողությունից եւ նաեւ այս կոնտեքստում մենք պետք է հատկապես կարեւորենք, որ Էրդողանը
ակտիվացրել է քրեական օրենսգրքի մի հոդված, 299-րդ հոդվածը, որը ձևակերպում է Թուրքիայի նախագահի անձին վիրավորանք, եւ այսօր մոտ 200 լրագրող այդ հոդվածով դատապարտվել է, այսօր ասելով սկսած 2015 թվականից այդ հոդվածը ակտիվ գործում, մոտ 200 լրագրող արդեն դատապարտվել է Էրդողանի անձը վիրավորելու համար, ընդհանուր մինչև 2 տարի ազատազրկման։ Եվ այդ հոդվածը, եթե մի ժամանակ 301-րդ հոդվածն էր, հիմա այդ ինքնությունն է, չէ՞, թուրքականությունը վիրավորել, հիմա 299-րդ հոդվածը, այսպես Դամոկլյան սրի պես կախված է առաջին արդեն լրագրողների վրա։ Եվ նաև այդ երկիրը, որտեղ ժամանակ առ ժամանակ Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը փակվում է, մի ժամ հետո բացվում է, այսինքն տոտալ վերահսկողություն նաև սոցցանցերի վրա։ Քրդամետ կուսակցության падգամավոր Կարապետյանի նկատմամբ պետդեպարտամենտի ուշադրություն ինչով եք դուք պայմանավորում։ Պայմանավորում նախ եւ առաջ երկի մարդու իրավունքների, այսպես ասած, արժեքների նրանց հավատարմությամբ եւ երկրորդ այն հայտարարությամբ, որ Կարոն ինքը արեց, որ իրեն ճնշում են իր էթնիկ պատկանության հենքի վրա, բայց սա, այսպես ասած, հարցի գեղարվեստական կողմն է, իսկ խորհրդային կողմից կարծում եմ պետդեպարտամենտը փորձում է որոշակի հենվելու տեղեր գտնել իր քննադատությունը ձևավորելու, ձևակերպելու համար, ավելի, այսպես ասած, վստահելի հենք գտնելու համար եւ Կարոյի նկատմամբ իրականացված այն բացահայտ քայլերից էր, որը ըստ էության կասկածի տեղ չի թողնում, որ տեղի է ունենում հստակ էթնիկ պատկանության վրա կամ քաղաքական կողմնորոշման հիման վրա հալածանք մի անձի նկատմամբ, այն էլ падգամավորի նկատմամբ, եւ նաեւ երևի թե պետդեպի, այսպես ասած, իմիջի հարցներ անդրադառնալ այդ խնդրին, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ Կարոյի նկատմամբ այդ հետաքրքրությունը էլ ավելի է նրան թիրախավորելու, քանի որ հասարակ թուրք նացիոնալիստի ազգայնամոլի համար Կարոն էլ ավելի հետաքրքիր թիրախ է դառնում, երբ որ նրա անունը դուրս է գալիս Թուրքիայի սահմաններից, այսինքն եթե պետդեպը նրան այսպես կարևորում է, եթե Երևանում այսօր տեղի ունենում ի պաշտպանություն Կարոյի ակցիաներ, դրանով չեմ կարծում, որ Կարոն ավելի ապահով է դառնում, ընդհակառակը էլ ավելի խոցել է դառնում եւ ուղղակի որպես զուգահեռ ես ասում թուրք նացիոնալիստների ազգայնամոլների շրջանում ամենամեծ հեղինակություն ունեցող անձը նա է, ով որ Հռոմի պապի դեմ մահափորձ արեց, Մեհմեդ Ալի Աղջան, նրան երգեր են նվիրում եւ այլն, այսինքն ինչու, որովհետեւ նա թիրախավորեց ամենահայտնի թշնամու, եթե կարելի ասել, Խաչակրին, եւ Կարոն ինչքան հայտնի դառնա, այնքան ավելի շատ է լինելու մրցույթը ազգայնամոլների մեջ նրան ինչ որ մի բան անելու համար։ Բայց Միացյալ Նահանգների մասին խոսելով այնպիսի բռնապետություններ չէ, որ Միացյալ Նահանգները համարում են դաշնակից, օրինակ Սաուդյան Արաբիան հաստատ բռնապետություն է, չէ, դասական, բայց նրանց դաշնակիցն է, այսինքն պրագմատիզմը շարունակում է գործել։ Իհարկե, ուղղակի այստեղ մենք պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ն սկսած երկրորդ համաշխարհից հետո, գոնե Սառը պատերազմից հետո կամ Ֆուլտոնյան այդ ելույթից Չերչիլի հետո Թուրքիան տեսնում էր մի փոքր տարբերվող մերձավոր արևելքում, էլի իր դաշնակիցն էր, էլի պետք է լիներ որոշակի բռնապետական տարեր, բայց Թուրքիան մերձավոր արևելքում պետք է տարբերվեր եւ ուրեմն Սաուդյան Արաբիայից եւ տարբեր այլ արաբական երկրներից եւ հետագայում Իրանից, այսինքն նա պետք է լիներ այսպես ասած մեղմ իսլամի, քաղաքական իսլամի կամ մի փոքր այլ մոդել, որը նաև ավելի Եվրոպային մոտ լիներ, ավելի արևմուտքին մոտ լիներ իր կերպարով, բայց միևնույնն է, Թուրքիան մնալու է իր աշխարհագրական տարածքով գերկարևոր երկիր արևմուտքի եւ ԱՄՆ-ի համար եւ եթե այնտեղ նույնիսկ սուլտանական ռեժիմն էլ վերահաստատվի, միևնույնն է մնալու է դաշնակից Հարցը ուղղակի ԱՄՆ-ի եւ Արևմուտքի ձևավորած այդ մոդելն է մերձավոր արևելքում ժողովրդավարության իբրև թե օազիս, որը գնալով աստորեն վերանում է։ Ինչ է իրենից ներկայացնում Թուրքիա-Եվրոպա գործարքը եւ ինչպես է այն կատարվում, խոսքը փախստականների եւ մնացածների։ Թուրքիա-Եվրոպա գործարքը ճիշտ ասած ինձ ավելի շատ հիշեցնում է թուրքական շուկայում տեղի ունեցող գործարքները, երբ նույնիսկ քաղաքական գործիչների հայտարարությունները նմանվում են իրենց ապրանքը գովազդող կամ դիմացինի ապրանքի գինը այսպես նվազեցնող առևտրականի մտածողության եւ իդեպ թուրքական քաղաքական կյանքում այդ արևելյան շուկայի տրամաբանությունը խիստ արդիական է, միշտ եղել եւ հիմա էլ այս գործարքը 2-3 թիրախ ունի իմ կարծիքով, առաջինը ֆինանսական հոսք, ուրեմն
բերելը, երկրորդ քաղաքական ռետորիկայում մի նոր կետ ավելացնելը, որ տեսեք մենք ինչքան տոլերանտ ենք, որ ուրեմն ապաստան ենք տվել այսքան փախստականներին եւ ի վերջո արևելքում, այսինքն արաբական կամ իսլամական աշխարհում հովանավորի կերպարը էլ ավելի ուժեղացնել, որ տեսեք մենք իսլամական համերաշխության վրա հենված ապաստան ենք տվել մեր կրոնակից եղբայրներին, առանց խորանալու, որ այդ կրոնակից եղբայրների փախստական դառնալու մեջ մեղավոր է նաև Թուրքիան եւ իր գործընկեր իսլամական պետությունը։ Եվ կարծում եմ, որ երբ որ ուշադիր նայում ենք թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների խոսքին, բացառությամբ Դավութ Օղլի, օրինակ Էրդողանը երբեմն ի ցույց դնում է իրենց այսպես խորքային նպատակները։ Այդ նույն բանավեճերի բանակցությունների ժամանակ Եվրամիության հետ Էրդողանը ասաց գումարը պետք է տակ, որ մենք կարողանանք փախստականներին ապահովել, որպեսզի մենք մեր հումանիստական եւ այլն հաջորդ օրը ասած, եթե գումարը չտակ, ես հենց վաղը դրանց արտաքսելու եմ, այսինքն ուր մնաց քո հումանիստական ուրեմն տենդենսները եւ ուր մնաց, այսպես ասած, ուրեմն դեմոկրատիայի կամ չէ մարդու իրավունքների նկատմամբ քո հավատարմությունը, այսինքն զուտ այստեղ գնում է քաղաքական առևտրական շահեր եւ իհարկե այս կոնտեքստում Դավութ Օղլուն որոշակի դերակատարում ուներ։ Այսինքն նա էր պրովայդերը, այսպես ասած, այդ բանակցությունների։ Դարապես Թուրքիայի քաղաքական վերնախավում, եթե կարելի ասել Եվրոպայի համար ընկալելի, եթե մի քանի գործիչներ կան, դրանց ամենայն դեպս գլխավորում է Դավութ Օղլուն, նախկինում եթե նաեւ Գյուլն էր ընկալելի, քանի որ ի վերջո որոշակի ճանապարհ էր անցել, շատ ավելի դիվանագիտական շփումների մեջ էր հմուտ օտար լեզուների տիրապետման հարցում։ Հիմա իհարկե Դավութ Օղլուն էր, որը համաշխարհային մասշտաբով կարող ենք ասել քաղաքագիտական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից էր։ Ճիշտ է, իր քաղաքականությունը ռեալ ինչ-որ իրականացնում էր եւ իր տեսությունը իրար չէին ընդհանրապես համապատասխան, բայց Դավութ Օղլուն համենայն դեպս քաղաքակիրթ շփման փորձ ուներ, իսկ Էրդողանի կերպարը մենք կարող ենք ուղղակի հիշել 1 minute-ի այդ սկանդալը Դավոսում եւ պատկերացնել մոտավորապես Դավութ Օղլուի փոխարեն ինչ կերպար է գալիս առաջ եւ հենց եթե եվրոպացի կամ արևմտյան դիվանագետների տեսանկյունից էլ նայենք, շատ ավելի հեշտ է շփվել թեկուզ Դավութ Օղլուի հետ, որը միևնույն է իրենց ուզելու է խաբել, քան թե Էրդողանի հետ, որը նստում է Աբդուլհամիդի գահին եւ շփվում է եվրոպացի դիվանագետների հետ։ Եվրամիությունը փողը տվել է, նրանք չեն ընդունում, թե փողն էլ չի տվել։ Մի մասը կարծեմ, այսպես ասած, տեղ է հասել, իսկ խնդիրը հաջորդ ուրեմն էտապների մասին է եւ նաեւ թուրքական հավակնությունների, որ առաջարկվող գումարը եւ Թուրքիայի կողմից պահանջվող գումարը իրար երբեմն չեն համապատասխանում եւ այնտեղ ներկայացվում ուղղակի ֆինանսական ծախսեր, թե ինչեր է անում Թուրքիան, ինչեր պետք է իհարկե գինը բարձրացնում է ավելի մեծ օգուտ ստանալու համար։ Այսինքն այստեղ մարդասիրությունը որևէ կապ չունի, հումանիզմի որևէ բան չկա, այստեղ ուղղակի Եվրամիությունից փող պետք է վերցնեն այդ փախստականներին ուրեմն ապահովելու համար եւ իդեպ նաեւ ասեմ այդ փախստականների նկատմամբ էլ կիրառվում է արդեն քարոզչական մեծ հնար, այսինքն իշխող գաղափարախոսությանը հավատարիմ մի նոր զանգված ստեղծել, այսինքն այդ հատվածը չի առնչվում այն տեսանկյունից, որ Թուրքիան իսլամական պետության գործընկերն է, այլ այն, որ Թուրքիան իրեն ապաստան է տվել եւ կեցե Էրդողանը, այսինքն Թուրքիան ստանում է արաբ մի բնակչություն, որը դառնալու է իր գաղափարախոսության, նաեւ նեո-օսմանիստական գաղափարախոսությանը սատարող տարերից մեկը։ Բայց եվրոպական փողերով։ Արաբ լինելը, հա, ավելի պակաս կարևոր է, քան սուննի մահմեդական լինելը տվյալ դեպքում։ Գիտեք, արաբ լինելը այստեղ թուրքական ընկալում կա, շատ հակասական։ Գիտեք, արաբները եւ արաբերեն համարվում է սուրբ լեզու Մուհամմեդ Մարգարեի ազգն է, Մուհամմեդ Մարգարեի լեզուն է, բայց միևնույն ժամանակ Օսմանյան անցյալում ձևավորվել է այն պատկերացումը, որ արաբը նաեւ ստոր, այսպես ավելի ցածր կլասի մարդ է եւ նույնիսկ թուրքական խոսակցական լեզվում կա հետեւյալ երթումը արաբ լինեմ թե սուտ եմ ասում, բայց միևնույն ժամանակ արաբը նաև Մուհամմեդ Մարգարեի ազգն է եւ այս կոնտեքստում առաջնային պլան է մղվում իհարկե սուննի մուսուլման լինելը եւ քանի որ սուննի մուսուլմանների ուրեմն առաջնորդը երկար դարեր եղել է Օսմանյան խալիֆը եւ Օսմանյան կայսրությունը, այսինքն պետք է համախմբող առանցքը լինի ոչ թե էթնիկ արաբ լինելը, այլ Օսմանյան կայսրության խալիֆայական այդ գաղափարը, որի շուրջ համախմբված են նաեւ արաբները եւ մյուս մուսուլմանները։ Հիմա Էրդողանը
դժգոհ էր Դավութ Օղլուի աշխատանքից, թե պարզապես խանդում էր, որ Դավութ Օղլուն դեմք է դառնում, այսպես ասած։ Գիտեք ինչ, Էրդողանի այսպես տեսլականում Դավութ Օղլուն արդեն դառնում էր ավելորդ։ Ես կարծում եմ երևի թե նաև առաջնորդում է այն տեսանկյունից, որ Մավրը արել է իր գործը, Մավրը կարող է հեռանալ։ Օֆիցիալ կամ կիսաօֆիցիալ դժգոհություն կա հատկապես ինչու, որ Դավութ Օղլուն տապալեց 2015 թվականի առաջին խորհրդարանական ընտրությունները, չկարողանալով ուրեմն մեծամասնություն հավաքել եւ ձևակերպումը հետեւյալն է, որ դասախոս եւ գիտությունների դոկտոր Դավութ Օղլուն չկարողացավ դառնալ ժողովրդական լայն զանգվածներին ընկալելի գործիչ, խարիզմա չի, բայց Դավութ Օղլուի խարիզման ի վերջո ձևավորում էր։ Եկեք չմոռանանք Դավութ Օղլուի կերպարի մյուս կարևոր բաղադրիչը։ Նա ունի մականունավոր, այսպես ասած, թուրք պաշտոնյանից, բայց այդ մականունը շատ պատվելի մականուն է։ Դեռևս 90-ականներից նրան կոչում են ուսուցիչ։ Ընդ որում հոջա տերմինով, հոջան, որը արևելքում շատ ավելի լայն իր մեջ ենթաշերտ ունի, եւ նրան հոջա են ուսուցիչ են դիմում եւ Էրդողանը, եւ Գյուլը, եւ բոլոր մյուսները։ Իսկ ուսուցչի կերպարը գնալով ավելի խորանում էր եւ արմատավորում էր, ձևավորում էր նաեւ Դավութ Օղլուի թիմ, եթե կարելի ասել, Դավութ Օղլուի թև եւ Էրդողանի այս սանձարցակ բռնապետական հակումների համատեքստում Դավութ Օղլուն դառնում էր երևի թե ինչ-որ մի փրկության օղակ, որտեղ գնում էին թուրքական քաղաքական դաշտի տարբեր հոսանքներ ներկայացնող մարդիկ եւ բնականաբար դա առաջացնում էր Էրդողանի զայրույթը եւ եթե ես այսպես եմ հարցը կառուցում, եթե Էրդողանը իրեն տեսնում է սուլթանի դերում եւ ամեն ինչ տանում է դեպի դրան, ապա վարչապետը պետք է լինի ոչ թե կերպար, ոչ թե ինքնուրույն, ոչ թե ուսուցիչ մականուն ունեցող մեկը, այլ պետք է լինի իրեն գովերքողներից մեկը եւ նաեւ ես այստեղ ամենևին երկրորդական չեմ համարում այն տեսակետը, որ ուրեմն վարչապետի տեխնացուներից կարող է լինել Էրդողանի փեսան։ Սա նույնպես ավանդույթ է, Օսմանյան կայսրությունում կառավարությունների ղեկավարները շատ հաճախ լինում էին սուլթանների փեսաները եւ կառավարությունները այդպես էլ կոչվում էին փեսա էս ինչի կառավարություն, փեսա ինչի եւ շատ հավանական է որ կլինի փեսան հենց այդ նույն անկալման համատեսում, այսինքն վստահություն, բայց միևնույն ժամանակ փեսան, որը նրան շարունակ լինելու է Էրդողանին գովերքողներից մեկը։ Եվրամիություն, Թուրքիա, Արևմուտք Թուրքիա հարաբերությունները որոշ չափով սրվել են, ասելով Եվրամիություն, առաջին հերթին հասկանում են Գերմանիա, չէ, որովհետև փողը տվողը հիմնականում իրանք են, հա, Եվրամիության փողը տվողը։ Արդյոք հենց այդ պատճառով է Գերմանիայի Բունդեստագը քննարկում ցեղասպանության խնդիրը։ Իհարկե, ցեղասպանության հարցը ինչպես տարբեր պետությունների, այնպես էլ Գերմանիայի համար ըստ էության Թուրքիայի վրա ազդող գործիքներից մեկն է եւ ակտիվանում է պատահական, այսպես չակերտավոր պատահական զուգադիպությամբ հենց այն ժամանակ, երբ այդ երկրները խնդիր են ունենում Թուրքիայի։ Եվ այս անգամ եւս բացառություն չէ, եւ դա Թուրքիայի վրա գերմանական, այսպես ասած, ամենազգայուն սենսիտիվ, եթե կարելի ասել, գործիքներից է, որ կարող է ազդել, բայց ազդեցության որոշակի մակարդակ ունի, այսինքն իմ կարծիքով դրանով գերմանացիները ավելի շատ ուզում են հոգեբանորեն ազդել Թուրքիայի այդ կոմպլեքսավորված մտածողության վրա եւ այդ հոգեբանական ազդեցության տակ էլ որոշակի զիջումների հասնել, բայց ես եթե իրատեսական դաշտում ենք նայում, ես կոնկրետ կարծում եմ, որ Բունդեստագի կողմից ցեղասպանության ճանաչումը ինձ համար գոնե անիրատեսական է այս բանը։ Ես չեմ հավատում, ես կուզենամ սխալված լինեմ, բայց ես չեմ հավատում մի քանի հիմք ունենալու։ Առաջինը թուրք-գերմանական խորհրդային հարաբերությունները, երկրորդ թուրք-գերմանական համագործակցությունը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երրորդ Գերմանիայի մասնակցությունը հայոց ցեղասպանությանը, ուղղակի եւ անուղղակի եւ չորրորդ գերմանական արխիվներում պահվող ահռելի նյութն, որը ցույց է տալիս նաեւ Գերմանիայի պատասխանատվությունը, այսինքն երբ որ Գերմանիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, անմիջապես ի հայտ է գալու հենց իր պատասխանատվության արդյունք։ Նա երրորդ կողմ չէ, նա գործող ուրեմն մեղավորներից մեկն է։ Եկեք չմոռանանք, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության գլխավոր շտաբը նաև ղեկավարում էին գերմանացի գեներալները, իսկ բանակը ընդգրկված էր հայերի կոտորածի մեջ, այսինքն այս ամենում կա հստակ պատասխանատվության հարց եւ սրանից դատելով ես կարծում եմ կլինի քննարկում, միգուցե կարծիքների բախում, միգուցե
ոչ մի լծակ չունեցող Գերմանիայի նախագահի կողմից ցեղասպանության տերմինի կիրառում էլի, ինչպես ասել է, բայց ես չեմ կարծում, որ դա կլինի վերջնական լուծում։ Բայց գերմանացի դեպուտատները այդ ամենի մասին ինչ որ դուք ասում եք, որ մենք մեղավոր ենք, մենք պետք է ապաշխարենք, մենք կայսերական Գերմանիան մեղավոր է ցեղասպանության համար, եկեք այդ խարանից ազատվենք, թե դա պարզապես խոսակցություն է։ Նայած այդ պատգամավորները ինչքան թիվ են կազմում եւ պատգամավորների այդ լիրիկական զեղումները իհարկե ունեն շատ ավելի հստակ արտացոլում իրավական դաշտում։ Նույն Գերմանիան ապաշխարեց հрьяաների առջև եւ մինչեւ հիմա շարունակում է վճարել։ Եթե կրկին ապաշխարելու է, ապա դա նաեւ ենթադրում է որոշակի իրավական եւ միգուցե նաեւ տնտեսական այլ երանգներ։ Եվ նաև եկեք այստեղ չմոռանանք գերմանական որոշակի ուրեմն ֆինանսական կառույցների գործունեությունը Օսմանյան կայսրությունում եւ հայ ավանդատուների եւ տարբեր այլ հաճախորդների գումարների յուրացումը, այդ թվում եւ գերմանական կառույցների կողմից կամ գերմանացիների կողմից ղեկավարվող կառույցների կողմից։ Քանի որ Արևմուտք-Թուրքիա հարաբերությունները մի քիչ լարվում են, բնական է սպասել, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները մի քիչ բարելավվելու են, այդպես է թե չէ։ Ես ճիշտ ասած, մենք գիտեք, պարոն Աբրահամ, այս մի քանի րոպեի ընթացքում մի քանի կարևոր տրամաբանական հենք ունեցող եւ թերևս անվիճելի համարվող երևույթներ դնում են կասկածի տակ, եւ դրանցից մեկն էլ հենց ռուս-թուրքական հարաբերություններն է։ Ես կարծում, այո, տրամաբանությունը հուշում է, որ այդպես պետք է լինի, բայց մենք հիմա հայտնվել ենք այլ դարաշրջանում, տրամաբանությունից դուրս դարաշրջանում, եւ ես չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերություններում կլինի բարելավում, եւ նույնիսկ դա երևի թե ավելի անձնավորված կարող ենք համարել։ Ինչպես օրինակ, եթե հիշում եք, խոսնակը արտգործնախարար, Պուտինի խոսնակը հայտարարեց, որ Դավութ Օղլուի հրաժարականից հետո կարող է փոխվել ռուս-թուրքական հարաբերությունները, նա հայտարարեց, խնդիրը Դավութ Օղլուն չէ, խնդիրը Էրդողանն է։ Իսկ Պեսկովը, Պուտինի խոսնակը, նաև թուրքագետ է։ Կամ նաև չէ, առաջին հերթին կրթությամբ թուրքագետ է եւ հայտարարությունը կարծում եմ մտորելու տեղիք տալիս է։ Այս Արցախյան պատերազմի ժամանակ հետաքրքիր է, որ Լավրովը եւ Քերին իրենց քննադատությունը ուղիղ միաժամանակ ուղղեցին Թուրքիայի դեմ, ասելով որոշ երկրներ կան, դե պարզ է, ուրիշ երկիր չկա բացի Թուրք, որոնք յուղ են լցվում կրակի վրա եւ այլն։ Այսինքն ռուս-ամերիկյան շահերի հատում կար, հա, այստեղ այսպես ասած։ Ես կարծում եմ, որ ռուս-ամերիկյան շահերի հատումը այն կոնտեքստում է, որ երկու պետություններին էլ ձեռնտու չի տարածաշրջանում այս լարվածությունը կամ ավելի կոնկրետ Ղարաբաղյան հարցի ակտիվացումը, որովհետև երկու պետություններն նախ համանախագահող են, տարատեսակ հարաբերություններ ունեն հայերի հետ, հայկական համայնքներ եւ այլն, եւ կարծում եմ, որ երևի թե ամենակիչը հենց նրանց է ձեռնտու Ղարաբաղյան շարժման Ղարաբաղյան ուրեմն հարցի ակտիվացումը եւ շահերի համընկնում իհարկե երբեմն այդտեղ է լինում։ Եվ ուղղված նաեւ Թուրքիայի դեմ, հա։ Իհարկե, քանի որ հրահրողը եւ այս տարածաշրջանի ապակայանացնողը Թուրքիան է, բնականաբար սլակները պետք է ուղղվեն նրանց եւ ճիշտ է, Լավրովի հայտարարությունը նույնիսկ երբեմն այդ փակագծերից էլ այն կողմ անցավ հայտարարը, որ Թուրքիան լավ կլինի զբաղվի իր ներքին խնդիրներով եւ չմիջամտի կողքի պետությունների հարցերն, նկատի ունենալով եւ Սիրիան եւ Հայաստանը։ Եվ հետաքրքիր մի բան, հա, ապրիլի սկզբին, երբ որ սկսվեց հարձակումը ադրբեջանցիների, Թուրքիան շատ ակտիվ էր եւ ամեն օր հայտարարություններ էին անում, մենք դեր կողքն ենք եղբայրները եւ այլն, հետո կամաց կարծես թե հետ կանգնեցին նրանք այդ մտած։ Ինչու՞։ Ես կարծում եմ, որ հետ կանգնեցին, այլ պասիվացրեցին իրենց քայլերը, քանի որ ի վերջո նաեւ հարցի տրամաբանությունը փոխվեց, ուժերի դասավորվածությունը փոխվեց եւ երկրորդ ուրեմն աշխարհի վերաբերմունքը խնդրին հենց ձեր նշած այդ երկու գերտերությունների պաշտոնյաների շուրթերով ըստ էության շատ հստակ մեսեջ էր, որ լարումը պետք է ոչ թե ակտիվացնել, էսկալացիա հասցնել, այլ ընդհակառակը սառեցնել եւ իսկ Թուրքիայի հայտարարությունները միանշանակ տանում էին դեպի ավելի սրացում։ Եվ երկրորդ իմ կարծիքով դա այն է, որ
թուրք-ադրբեջանական, այսպես ասած, այս համագործակցությունը ունի նաև զուտ թուրքական հետևյալ բնույթը, որ երբ որ հարցը սրվում է, կողմերից մեկը անմիջապես նահանջում է։ Եկեք հիշենք թուրք-ռուսական լարման ժամանակ Ադրբեջանն էլ սկզբից փորձում էր հայտարարություն անել, թե մենք Թուրքիան մեր եղբայրական պետությունը, հետո ամենակոշտ հայտարարությունը այն էր, որ մենք պատրաստ ենք միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Կարծում եմ, որ նաև այսպես թուրք-ադրբեջանական հարաբերությունների այս համատեքստում պետք է նայել եւ երրորդը կարող եմ ես ասել, որ Ադրբեջանի եւ ռազմական գործողությունները ապացուցեցին այդ բանակի թուլության մասին եւ նաև թուրքական այն ինստրուկտորները, որ այնտեղ գործում էին, ի վերջո գործ ունեն շատ ոչ adekvat աշակերտների հետ եւ այս կոնտեքստում նաեւ Ադրբեջանի այդ նոր կերպարը աշխարհին ավելի տեսանելի դարձած կերպարը զինվորի գլուխ կտրող դայեշական մտածողությամբ այդ կերպարը երևի թե նաեւ ստիպեց Թուրքիային մի փոքր հետքայլ անել գոնե հայտարարությունների մակարդակով, քանի որ դեռևս իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության եւ Թուրքիայի այսպես ասած բացահայտ սերտ հարաբերություններն են օրակարգում մի հատ էլ ավելանա եւս մի իսլամական պետության մտածելակերպ ունեցող Ադրբեջանի հետ թուրքական սերտ այսպես ասած գործընկերություն նաև այս պարագայում։ Ես կարծում եմ իհարկե թուրքական այս պասիվությունը ունի որոշակի սահման եւ ամեն պահի կարող է ակտիվանալ կապված տարածաշրջանում իրադարձությունների հետ։ Հնարավոր է Թուրքիան, այսինքն Ադրբեջանի անվան տանք Թուրքիան հարձակվի Նախիջևանի կողմից։ Ճիշտ ասած այդ հարցը շատ երկար քննարկվել է, միշտ եղել է օրակարգում, ցանկությունը մեծ է Թուրքիայի միշտ եղել է մեծ, միշտ ուզեցել են հրահրել, միշտ ուզեցել են Նախիջևանյան ճակատը բացել, բայց դա գրեթե, այսպես ասած, անձեռնմխելի խնդիր է, քանի որ Նախիջևանյան ճակատի բացումը չի ենթադրում հայ-ադրբեջանական պատերազմ կամ հայ-թուրքական պատերազմ, դա ենթադրում է առնվազն հապկի եւ Թուրքիայի միջև պատերազմ, քանի որ ի վերջո այստեղ խնդիրը դառնում է զուտ վերաբերում է զուտ Հայաստանին արդեն եւ Հայաստանի ներգրավվածությունը պատերազմում առնվազն ենթադրում է Ռուսաստանի ներգրավվածությունը այդ պատերազմին։ Այնպես որ կարծում եմ գործնական քայլերի չեն հասնի, բայց այն որ կարող են տարատեսակ սադրանքներ, հայտարարություններ, վերլուծություններ, զորքերի կուտակումներ եւ այլն լինեն, ես կարծում եմ որ դա բնական է։ Երևի թե օրինաչափ է դուք ինձանից ավելի լավ կհիշեք, որ 90-ականների սկզբին նույնպես Նախիջևանյան ճակատում Թուրքիան հրահրում էր էսկալացիա, երբեմն անգամ բախումներ եղան, բողոքի նոտա հղեց Թուրքիան պատերազմի հայտարարություն գրեթե արեց, բայց ի վերջո պատերազմական գործողություններ չսկսեցին, կապված իրավական, քաղաքական, ռազմական եւ այլ շահերի հետ, որոնք բախվում են Նախիջևանում։ Ես ամենայն դեպս քիչ հավանական եմ համարում կոնկրետ գործողություններ, իսկ սադրանքը կարող է միշտ լինել։ Այսինքն Թալիշի կամ Մատաղիսի նկատմամբ սադրանքը չի դիտվում որպես ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգ, իսկ ասենք չգիտեմ երասխի վրա սադրանքը այդպես կը միանշանակ, քանի որ ցավոք սրտի վերջո Ղարաբաղը ճանաչված պետություն չէ եւ ռուսական պարտավորությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ է կամ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ է, իսկ Նախիջևանի կողմից սադրանքը դա արդեն ուրեմն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության դեմ քայլ է, որին պետք է անմիջապես արձագանքեն անգամ թուրքերի եղբայր ղազախները, ՕԴԿԲ-ի այսպես շրջանակներում, իսկ Թալիշը, Մատաղիսը իհարկե բոլորովին այլ, այսպես ասած, օպերայից են եւ դրա համար էլ այնտեղ գործողությունները շատ ավելի ակտիվ են եւ նաեւ այստեղ ուզում եմ նկատել, որ Թուրքիայի մասնակցությունը այս վերջի դեպքերին ունի նաեւ շատ շոշափելի բնույթ եւ վերջերս նաեւ թուրքական մամուլում մի լուր էր տարածվում, որ այս ընթացքում զոհվել է իրենց ձևակերպում թուրքական բարձրաստիճան ղեկավարներ, ռազմական ուրեմն գեներալ կամ գնդապետ եւ հենց այդ օրերին պատերազմական գործողությունների ժամանակ ենթադրվում է, որ դա այդ ինստրուկտորների, այսպես ասած, գումարտակի որոշ անդամներ են, որոնք նաև Ղարաբաղյան այս հատվածում ուրեմն գործողությունների ժամանակ ոչնչացվել են եւ նաև նրանց զոհերի թիվը, որ բավական քիչ է ներկայացվում Ադրբեջանի կողմից, ոչ միայն թաքցնում են,
այլև պայմանավորված է նրանով, որ ոչնչացվածների մի մասը երևի թե Ադրբեջանի քաղաքացիներ չէին, եւ նաեւ հետաքրքիր է, որ ոչնչացվածներից ոմանց մոտ հայտնաբերվել է շատ վերջերս տրված ադրբեջանական անձնագրեր։ Այսինքն այստեղ նաեւ խնդիրը այն է, որ ոչ թե Ադրբեջանի ներկայացած տվյալներն են զոհերի, այլ շատ ավելի մեծ, իսկ այդ մեծի մեջ Ադրբեջանի գործընկերները եւ Թուրքիան երևի թե ինչ-որ մասնակցություն ունեն։ Եվ պարոն Աբրամյան, օֆիցիալ ուրեմն այդ թուրք-ադրբեջանական ռազմական պայմանագրի հիման վրա օֆիցիալ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի ռազմական ուրեմն ինստրուկտորները օֆիցիալ համարվում են Ադրբեջանի գումարտակների, վաշտերի, հրամանատարների տեղակալներ, այսինքն սա գաղտնիք չէ եւ նրանք բացահայտ ուրեմն մասն են կազմում ադրբեջանական բանակի։ Այսինքն մարզված հատուկ ջոկատայինները, հա, ինստրուկտորները, տեխնիկական առավելությունը, որը մեր նկատմամբ ոչինչ կարողացավ անել 18-20 տարեկան տղաների դեմ։ Ի վերջո, այո։ Ոգին է, հա, կարծում եմ ես 2-3 պատճառ կարող եմ, իհարկե մեկը ոգին է, առաջինը ոգին է, երկրորդը այն, որ այդ աշակերտները միշտ էլ եղել են ոչ բավարար մակարդակի ադրբեջանական, եւ երրորդը, որ ի վերջո նաեւ պատերազմական այս գործողությունների ժամանակ մեր բանակը որոշակի թերացումներով հանդերձ տարբեր վայրերում մեր բանակը ի վերջո ապացուցեց այն, ինչ որ մենք անընդհատ խոսում ենք, որ մարտունակ բանակ է եւ թեկուզ տեխնիկապես մի փոքր կարող է զիջել որոշ հարցերում, որոշ դիրքերում, բայց այնուամենայնիվ պատերազմում մենք կարողանում ենք ի ցույց դնել եւ ապացուցել, որ հայկական բանակը տարածաշրջանի կարևորագույն եւ հզոր մարտունակ բանակներից է։ Եվ պարոն Աբրամյան, մեր զուգահեռ ի վերջո Սարդարապատում էլ մենք կռվում ենք բահերով, երբեմն մեզնից գերակայող թշնամու դեմ եւ ի վերջո Սարդարապատում էլ հաղթեցինք։ Երևի թե նաեւ ինչ-որ ֆենոմենալ մի բան կա։ Դիվանագիտության վերաբերյալ, հա, ապրիլի սկզբին էլի թեժացան խոսակցությունները, հա, որ Մինսկի խումբը այն չի, որ պետքա Թուրքիան միջնորդ դառնա եւ այլն, բայց հետո կարծես թե շատ վճռականորեն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան հայտարարեցին, որ ոչ, նման բան տեղի չի ունենա եւ չի ընդլայնվի եւ ընդհանրապես ֆորմատը չի փոխվի։ Որտեղ նախ դրան որևէ ուրեմն ասած հիմք չկա, հենք չկա, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ առումով, այսինքն Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը որոշվել է 90-ականներին եւ փոփոխության համար պետք է լինի որևէ լուրջ դրդապատճառ։ Չկա այդպիսի դրդապատճառ։ Երկրորդ սուբյեկտիվ կողմը այն է, որ Թուրքիան այդ ժամանակից սկսած մինչև հիմա եւ առավել եւս հիմա հանդես է գալիս հակամարտող կողմերից մեկի բացահայտ սատարմամբ եւ մասնակցությամբ այդ կոնֆլիկտին տարբեր չափա ուրեմն տարբեր ձևերով նույն տնտեսական էմբարգոն, որ մեր հանդեպ կիրառվում է, ըստ էության պատերազմի մի ձև է եւ չի կարող պատերազմող պետ ուրեմն հակամարտության մի կողմ հանդիսացող պետությունը դառնալ միջնորդ։ Սա էլ ուրեմն տրիվիալ պատասխանն է այդ ամենի, իսկ Թուրքիան ես ինչքան հետևել եմ Թուրքիայի արտաքին քաղաքականության 94 թվականից սկսած ամեն տարի ես հիշում եմ, որ հայտարարում որ մենք ուզում ենք Մինսկի խմբի համանախագահների ուրեմն այդ խմբում ընդգրկվել, մասնակցել եւ այլն, ընդ որում, երբ որ հայ-թուրքական հարաբերությունները փորձում են ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ մի փոքր բարելավել, այդ ժամանակ այդ հայտարարությունները չէին լռում, շարունակում էին լինել, բայց մի փոքր այլ ձևակերպամբ, արևելյան ժողովրդության ձևակերպամբ, որ մենք կարող ենք լինել շատ լավ միջնորդ։ Մի կողմից ադրբեջանցիներն մեր եղբայրներն են, մի կողմից էլ մենք ձեզ հետ արդեն հարաբերությունները կարգավորում ենք եւ մեզանից լավ միջնորդ ինչպես կարող ֆրանսիացին ավելի լավ միջնորդ ունի, մենք պատկերացնում ենք եւ տարածաշրջանը եւ հոգեբանությունը եւ այլն, բայց իհարկե Թուրքիայի մասնակցությունը չի կարող որևէ կոնֆլիկտի լուծման ուրեմն հարցում լինել դրական։ Վերջին հարցը կիսահումորի ձևով, հա, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ ասել է Բունդեստագի այդ քայլերին դիմակայելու համար ասել է դե մենք պատմական խնդիր է, մենք երկուսով կլուծենք, պատմաբանների հանձնաժողով կխնենք։ Հիմա կարող է Ադրբեջանը մի քիչ հետո կասի եկեք պատմաբանների ժողով համերեք, տեսնենք Ռամիլ Սաֆարովը կամ այս Թալիշումբան արել են այդ գազանությունները, թե չեն արել։ Պատմաբանների հանձնաժողովը իրոք թուրքական այսպես ասած իմիտացիոն քայլերի երևի թե գլխավորներից մեկն է եւ չի բացառում թուրք-ադրբեջանական նմանատիպ ուրեմն
մտածելակերպի դրսևորում էր, քանի որ Թուրքիա եւ Ադրբեջանի միջեւ մտածելակերպի նմանություն կա։ Ադրբեջանի պարագայում թույլ տվեք ասել մի փոքր պրիմիտիվ, Թուրքիայի պարագայում մի փոքր ավելի այսպես խորամանկ եւ իհարկե թե հումորային տրամաբանությամբ շարունակենք իհարկե կարող է եւ Ադրբեջանի կողմից նման տրամաբանական այսպես հայտարարություններ լինեն, բայց եկեք հարցի մյուս կողմը նայենք այդ նույն ձեր ասած կոնտեքստում։ Թուրքիայում հերոսացված է Թալիաթ Փաշան, Թուրքիայում հերոսացված է հայերին կոտորած այլ Քեմալ Փաշան եւ այլն, Թուրքիայում հերոսացված է Հռոմի Պապի դեմ մահափորձ իրականացրած Մեհմեդ Ալի Աղջան, Թուրքիայում հերոսացված է Հրանտինքին սպանած Օգյուն Սամաստը, Ադրբեջանում հերոսացված է Ռամիլ Սաֆարովը եւ մյուս տահակները։ Մտածողության առումով նույնն է նրանք։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Մենք կհանդիպենք վաղը, տեսություն։